լսում եք, ուրեմն ինչ է տեղի ունեցել Հայաստանում, դանդաղ է։ Ընդամենը մի քանի մարդիկ փետրվարի 19-ից նորից մեզանից խլել են իշխանությունը, ամենահետաքրքիրը նա է, որ սրանք արդեն նույնիսկ այնքան ցինիկ են, որ տարական իշխանության կանոնները չեն պահպանում։ Մեր երկրում ընդամենը մի քանի օր առաջ սրանք ծրագրավորել էին, որպեսզի հասարակությունը բաժանվի երկու մասի եւ որպեսզի մարդիկ սպանեն իրենց համագործակցություններին։ Ուրեմն այսօրվա դրությամբ այս Քոչարյանն ու Սերժիկը մեր բանակին, մեր որդիներին հանել են մեր դեմ, գրակում են ժողովրդի վրա և ցինիկաբար պահանջում են, որ ժողովուրդը պատասխան չտա։ Դուք բոլորը տեղյակ եք, ժողովուրդը համարժեք պատասխան է տվել և լավ է արել։ Իրենց մեղքն է, ժողովուրդ, դրդրում եմ, ի նկատի ունեցեք, մի լսեք այդ հայլուներին, դրանց այդ տարբեր տեսակի անհայտ բնույթի մարդկանց հաղորդումներին, ժողովրդական շարժումը, ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանել է ժողովրդի իրավունքները, այդ Սերժիկն ու Ռոբերտն է, որ այդ տահակների միջոցով կրակել են ժողովրդի վրա, իսկ որ ժողովուրդը պաշտպանվել է, լավ է արել, ու հետագայում էլի պաշտպանվելու է, թող լսեն, եթե կան տեղ նման տահակներ, որ կարող են հասցնել, խնդրում եմ, հասցրեք, ձեր բլեֆները Հայաստանով այլևս չի անցնելու, այն ժողովուրդը ավելի ծերոք է, այն ժողովուրդը ավելի սուստ է, և գիտեք ինչ կա, ժողովուրդը պաշտպանել է ու պաշտպանելու է իրեն, դա ճիշտ է, իրասեք այդ հանցագործների, Քոչարյան, Հայաստան, Քոչարյան, Հայաստան, Քոչարյան, Հայաստան, Քոչարյան, Հայաստան, Քոչարյան, Հայաստան, Քոչարյան, Հայաստան, Քոչարյան, Հայաստան։
Այդ աշխարհը բոլոր